Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ադրբեջանը կրկին անում է հայտարարություն, որն ըստ էության սադրանք է իր մեջ պարունակում եւ նպատակ ունի կրկին հնարավորություն ստեղծել Հայաստանի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու համար։ Այս անգամ սադրանքի հեղինակը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է։ Վերջինս հայտարարում է, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, եթե չփոխի, ապա դա օգոստոսի 8-ին կնքված պայմանագրի խախտում է։ Տեսականորեն այո, որովհետև Հայաստանը պայմանավորվել է եւ պարտավորություն է վերցրել իր վրա, որ պետք է փոխի սահմանադրությունը։ Բայց այդ սահմանադրության փոփոխությունը պետք է լինի 2027 թվականին եւ Ադրբեջանը այդ մասին շատ լավ գիտի։ Թե ինչու է հիմա Ադրբեջանի արտգործնախարարը հիշում այդ մասին, սա արդեն հարց է։ Դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե սահմանադրության փոփոխությունն է ըստ էության, այլ խնդիրն այն է, որ Հայաստանին հերթական անգամ փորձեն մեղադրել ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Եվ այս անգամ հաշվարկն այնպիսին է, որ պարտավորությունների չկատարման պարագայում Հայաստանը պատասխան պետք է տա նաև Տրամպի առաջ, քանզի Ադրբեջանի արտգործնախարարը հիշատակում է օգոստոսի 8-ի պայմանագիրը եւ հղում անում այդ պայմանագրի։ Հիմա այստեղ առաջանում է հարց, ինչու է Ադրբեջանը շտապում։ Բնական է, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել տարածաշրջանում ստեղծված խառնակ իրավիճակից։ Բնական է, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել Իրանի դեմ սկսվող հնարավոր պատերազմից եւ այդ աղմուկի մեջ կարգավորել իր հարցերը, վերցնելով ըստ էության Սյունիքը կամ կտրել Սյունիք իր համար ապահովելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Բայց որպեսզի Ադրբեջանին միջազգային հանրությունը չմեղադրի, որ վերջինս օկուպանտ է եւ ագրեսիա է իրականացնում սուվերեն պետության նկատմամբ, Ալիևը այլ ճանապարհ է ընտրում։ Ալիևը ընտրում է ճանապարհ, որով հնարավոր կլինի միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանին այլ ընտրանք չէր մնում, որ Հայաստանը խախտում է պայմանագիրը, հետևաբար Ադրբեջանը ուզի թե չուզի, չուզենալով անգամ ռազմական գործողությունների է դիմում, ստիպելով Հայաստանին վերադառնալ իրավապայմանագրային դաշտ։ Սրանով Ալիևը նաև Տրամպին է մեծ ծառայություն մատուցում, առաջինը ցույց տալով, թե Տրամպի մոտ ստանձնած պարտավորությունների չկատարումը Հայաստանի համար ծանր հետևանքներ է ունենալու եւ ինքը որպես մյուս կողմ պայմանագիրը ստորագրած քայլեր է ձեռնարկում Հայաստանին ստիպելով վերադառնալ իրավական հարթություն։ Երկրորդ, ռազմական գործողությունների սկսման պարագայում Ալիևը նաև ունենալու է եւս մեկ այսպես քարտ Տրամպի մոտ, որ ինքը ուղղակի վերցնում է հայ-իրանական սահմանը հսկողության տակ, որպեսզի Իրանը չկարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։ Ըստ էության ռուսական թեման բավականին շատ է տարածվում միջազգային լրատվության մեջ եւ ցանկացած գործողություն ըստ էության պետությունները արդարացնում են այսպես կոչված ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Եվ հիմա Ալիևը այս նույն քայլն է անելու։ Վերջինս վերցնելու է հայ-իրանական սահմանի հսկողության տակ, կտրելու է Սյունիքի այդ հատվածը, բայց որպեսզի չմեղադրեն օկուպանտ լինելու մեջ եւ չմեղադրեն ագրեսոր լինելու մեջ, սրանով երկու քայլ է միանգամից կատարում եւ երկու, ինչպես ասում են, նապաստակ է միանգամից խփում մեկ կրակոցով։ Լուծում է իր հարցերը Զանգեզուրի միջանցքի հետ կապված, հետո ցույց է տալիս Տրամպին, որ ինքը եւ Հայաստանին է վերադարձնում իրավական հարթություն, պատժելով պայմանագիրը խախտելու մեջ եւ նաեւ վերցնում է հայ-իրանական սահմանը, սրանով եւս մեկ ծառայություն մատուցելով Տրամպին։ Բայց այստեղ զարմանալի է հայկական կողմի դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակը նշում է, թե Զանգեզուրի միջանցքը, որի մասին այդքան խոսում է Ալիևը, դա Հայաստանի տարածքի հետ կապ չունի եւ այլ տարածքով է անցնում։ Այստեղ առաջանում է հարց, իսկ որտեղով է անցնում Զանգեզուրի միջանցքը։ Եթե Զանգեզուրի միջանցքն անցնում է ինչպես որոշ մերձիշխանական շրջանակներ են պնդում Զանգելան հորադիս հատվածով եւ դա են ասում Զանգեզուրի միջանցք, ապա դա աշխարհագրորեն Զանգեզուր չէ։ Զանգեզուրն ավարտվում է Սյունիքում, Զանգեզուրն ավարտվում է Մեղրիում, իսկ Զանգելան հորադիս հատվածը դա մերձարաքսյան հատված է, բայց ոչ Զանգեզուր։ Սա կարծես թե հնարավորություն է տալու Ադրբեջանին հետո հայտարարել, թե իրենք վերցնում են Զանգեզուրի միջանցքը, բայց դա Հայաստանի տարածք չէ։ Առաջանում է հարց, այդ դեպքում ինչու են անունը դնում Զանգեզուրի միջանցք։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է եւ այս հայտարարությունը պետք է բավականին լրջորեն քննարկվի, քանզի եթե արդեն Հայաստանում էլ սկսում են հայտարարել, թե Զանգեզուրի միջանցքը Հայաստանի մաս չէ, դրանով կարծես հնարավորություն է տալիս Ալիևին եւս հայտարարել, թե իրենք վերցնում են Զանգեզուրի միջանցքը, բայց Հայաստանն էլ է ասում, որ դա Հայաստանի տարածք չէ, Հայաստանի հետ որևէ
կապ չունի։ Շատ վտանգավոր խաղ է սկսվել եւ կարծես թե Ալիևը մի քանի ուղղությամբ է աշխատում, փորձելով եւ միջազգային հանրությանը եւ նաեւ Հայաստանի հանրությանը հիմնավորել եւ ապացուցել, որ այնինչ արվում է դա Հայաստանի դեմ չի լինելու, այնինչ արվում է դա բացարձակապես միջազգային տրանսպորտային հանգույցների ստեղծման նպատակ է հետապնդում եւ Ալիևը ուղղակի իր բաժին պարտավորությունն է կատարում, որ նա ստանձնել է օգոստոսի 8-ի հետ կապված Տրամպի ուղու հետ կապված։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, այս անգամ կապ ունի թուրքական պետությունների հետ։ Ադրբեջանում դիցուք Գաբալա քաղաքում անցկացվեց թուրքական պետությունների 12-րդ գագաթնաժողովը, որտեղ կրկին իր հայտարարություններով աչքի ընկավ Էրդողանը։ Էրդողանը քննարկման առարկա դարձեց Թրամփի ուղին, սրանով ցույց տալով թուրքական պետություններին, թե դա բոլորի համար մեծ նշանակություն ունի։ Ըստ էության, Թրամփի ուղին Էրդողանն օգտագործում է պանթուրքիստական ծրագրերի համար, եւ կարծես թե Թրամփը դեմ չէ։ Հաջորդ հայտարարությունը, որ անում է Էրդողանը, կապ ունի Այբուբենի հետ եւ նշում է, որ թուրքական պետությունները բոլորը միասին նույն Այբուբենը պետք է ունենան։ Սա եւս աշխարհակաղակական լուրջ քայլ է Էրդողանի կողմից, քանզի պանթուրքիստական ծրագրի մի մասն էլ հենց հանդիսանում է ընդհանուր Այբուբեն ունենալը։ Ադրբեջանում տևական ժամանակ թուրքական չէր Այբուբեն, այսինքն լատինատար չէր, այլ ռուսական կիրիլիցան էր այնտեղ օգտագործվում, կենտրոնական Ասիայում էլ էր նույն իրավիճակը, բայց հիմա իրավիճակը սկսվում է փոխվել եւ Թուրքիան աստիճանաբար քայլեր է ձեռնարկում, որպեսզի թուրքական կամ թուրքախոս բոլոր պետությունները նույն Այբուբենն ունենան։ Սա իհարկե կհեշտացնի նրանց կլանումը եւ կավելացնի թուրքական ազդեցությունը այդ պետություններում։ Բայց Տրամփի մայրուղու հետ կապված ստացվում է, որ մեր տարածքի վրա խաղադրույք են կատարում, մեր տարածքը դարձնում են միմյանց հարաբերություններում կարևոր գործոն, բայց այդ մասին կարծես թե Հայաստանը տեղյակ չէ, ավելին դեռ հայտնի չէ, թե որն է լինելու Հայաստանի իրական շահը Տրամփի մայրուղու կամ Տրամփի ուղու գործարկման պարագայում։ Քանզի փորձագետները մի քանի անգամ են նշել, որ նրա թողունակության հնարավորությունները այնքան մեծ չեն, որ կարողանան զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի բյուջեի վրա, սա մեկ, եւ երկրորդը, նրա թողունակությունը այնքան մեծ չէ, որ գրավի միջազգային խոշոր դոնորներին, որ վերջիններս այստեղ կան եւ միլիարդավոր դոլարների ներդրում իրականացնեն։ Ստացվում է, որ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ծրագիր է, եւ ցավալի է, որ այս ամենին ցավոք սրտի նաև Հայաստանն է մասնակցում առանց հասկանալու, որ այս ամենը իր հաշվին է կատարվում եւ իր տարածքների հաշվին է կատարվում։ Իսկ Էրդողանը շարունակում է իրեն վկայել եւ շարունակում է իրեն ցույց տալ իբրև թուրքական պետությունների հայր եւ Տրամփի մայրուղին կամ Տրամփի ուղին ըստ Էրդողանի իրենց համար բացառիկ հնարավորություն է եւս մեկ քար դնելու թուրքական պետություն ստեղծելու այդ հիմքի վրա եւ եւս մեկ քար դնելու պանթուրքիստական իրենց ծրագրերում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանի հետ է կապված։ Իրանը Կասպյան տարածաշրջանի երկրների հետ, առափնյա երկրների հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ է սկսում։ Այստեղ Իրանը կարծում ենք երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը փորձում է հասկանալ, թե իր համար մեղմ ասած ոչ բարեկամ պետությունները կամ պետությունը դիցուք Ադրբեջանը ինչպիսի հնարավորություններ ունի եւ ինչպիսի տեխնիկա է այս բան տիրապետում։ Բացի այդ, փորձում է ապահովել իր թիկունքը հնարավոր պատերազմի պարագայում։ Իրանը ցանկանում է ցույց տալ, որ Կասպից ծովը շարունակում է համարել ներքին ծով։ Բացի այդ, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին 2018 թվականին ստորագրված համատեղ հռչակագրում արգելվում է երրորդ ուժերի ներկայությունը տարածաշրջանում։ Սա ուղիղ կերպով ազդակ է Ադրբեջանին, որ Կասպյան տարածաշրջանում եւ Կասպից ծովում օտարերկրյա ռազմական նավեր եւ ռազմական զինված ուժեր չպետք է լինեն եւ դա կարող է որակվել իբրև ստորագրված հռչակագրի խախտում։ Իրանը պատրաստվում է անշուշտ, Իրանը իր թիկունքն է ամրացնում, շատ լավ հասկանալով, որ ինչ որ X պահի, ինչպես եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ, Կասպից ծովից ինքը եւս կարող է հարվածներ ստանալ եւ հիմա փորձում է հասկանալ, թե ինչպիսին է հնարավոր հակառակորդի կամ եթե իրերն իրենց անուններով կոչենք իրական թշնամու տեխնիկական հնարավորություն եւ արդյոք ինչպիսի սպառնալիքներ վերջինս կարող է ստեղծել Իրանի համար Կասպից ծովում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։